Եթե ձեր ինքնազգացողությունը վատանա մի տարածքում, որտեղ մարդիկ չկան, այո, հնարավոր չի լինի ակնկալել օգնություն։ Իսկ կարող եք պատկերացնել մի իրավիճակ, երբ բուժառուին շտապ օգնությամբ տեղափոխեն բժշկական կենտրոն եւ այնտեղ հրաժարվեն մարդուն բժշկական օգնություն ցուցաբերել։ Շաբաթասկզբին տարածվեց տեղեկությունը կադրերում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադների մեքենաներն են։ Անձրևի տակ կանգնած են Արմենիա բժշկական կենտրոնի բակում։ Երկու քաղաքացու, մեկին Մալաթիա Սեբաստիա, մյուսին Աջափնյակ վարչական շրջաններից անգիտակից վիճակում էին այստեղ տեղափոխել, բայց նրանք այդպես էլ բուժհաստատություն չմտան, չէին ընդունել։ Ինչու տեղում հարցի հստակ պատասխանը չկար։ Ինչ են ասում, որ չեն ընդունում։ Ողջույն։ Աշտի Արմենը որ դրսի մարդա, չգիտեմ։ Բայց ինչ տարբերություն մարդա, չէ։ Հավոր մնաց ձեր Հիպոկրատի տված երդմանը։ Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկն օտարազգեր շտապօգնության բժիշկն այս հանգամանքն առաջ բերեց։ Ըստ նրա վարկածի հավանաբար սրա հետ կապված խնդիր կար։ Անգիտակից մյուս մարդուն, ով ամենայն հավանականությամբ արդեն մեր պետության քաղաքացի էր, նույնականացնելու համար պարեկներ է հասան օգնության։ Հիմա եթե չընդունեն, շատ ներողություն, ինչ պիտի անեք։ Պետք է փորձենք ադմինիստրատիվ կերպով Հարցը լուծվի։ Երեկել եկելի մարդ բերել, էլի նույն վիճակն ա եղել։ Իսկ կարող է ուրիշ հիվանդանոց տանեն։ ուրիշ հիվանդանոց նախ ռեանիմացիոն բաժանումները փակ են, տեղ չլինելու պատճառով։ Վարչակալային ֆոնդը սահմանափակ է։ Հացեք Ալկոհոլային հարբածություն օգտագործած է մենակ տոքսիկոլոգիայի կենտրոնը Արմենիայում։ Քաղաքացիները ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ են եղել։ Հաջորդ առավոտ իսկ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հերքում տարածեց, ընդգծելով հենց այս հանգամանքը։ Ըստ նրա հայտարարության Արմենիա բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ծանոթ են եղել տղամարդիկ եւ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոքսիկացիայից դուրս գալու համար այստեղ բուժօգնություն են ստացել։ Մարիամ Ծատարյանի խոսքով երբևէ հաշվի չի առնվել ոչ նրանց ազգային պատկանելությունը, ոչ վճարունակ լինել չլինելը։ Տղամարդիկ բուժօգնության կարիք չեն ունեցել, հետևապես բժիշկների արձանագրմամբ սուր թունավորումների եւ վերակենդանացման բաժանմունք կամ որևէ այլ բաժանմունք հոսպիտալացնելու ցուցում չի եղել։ Արմենիա բժշկական կենտրոնի բժիշկները, այդ թվում վերակենդանացման բաժանմունքի վարիչը, մոտեցել են շտապօգնության մեքենային ու տեղում զննելով տղամարդկանց, պարզել, նրանք ընդհանրապես ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Ինտոքսիկացիոն վիճակ չի եղել։ Հայտնի տեսանյութի նկարահանումից րոպեներ անց տվյալ անձինք սթափվել են եւ իրենց ոտքով հեռացել։ Ինձ համար շատ տարօրինակ էր առողջապահության նախարարության արագ արձագանքը եւ արագ հերքումը, որովհետեւ սա Արմենիա բժշկական կենտրոնը ինքը մասնավոր բժշկական կենտրոնն է, նախարարության ենթակայության տակ չէ։ Առնվազն պետք է նախարարությունը հայտարարեր, որ խնդրի հետ կապված պետք է արվի փորձագիտական, մասնագիտական վերլուծություն։ Ըստ փորձագետի բուժկենտրոնի բժիշկներն իրավունք չունեին մոտենալ շտապօգնությանը եւ մեքենայում զննել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացիներին, ինչպես տեղեկացրել էին առողջապահության նախարարությունից։ Անուշ Պողոսյանի գնահատմամբ սա արդեն իսկ ընդհանցակարգային խախտում է։ Իրավապաշտպանն ասում է, եթե պատասխանատուները հայտարարում են, որ բուժօգնության կարիք չի եղել, այստեղ մեկ այլ հարց է առաջ գալիս, իսկ ինչու են երկու շտապօգնության բրիգադներ հոսպիտալացման կարիք չունեցող քաղաքացիներին տեղափոխել բժշկական կենտրոն, չէ՞ որ դրանք էլ պետական ռեսուրս են։ Իրականում ցանկացած քաղաքացի, եթե շտապօգնության գծային թիմը, բժիշկները որոշում են, որ պետք է հոսպիտալացվի, ապա հիվանդանոցներում կա ընդունարան հասկացությունը։ Նրանք պետք է հոսպիտալացնեն, ընդունարանում ախտորոշեն եւ այնուհետեւ որոշեն հետագա հիվանդի ընթացքը։ Իդեպ կապ հաստատեցինք նաեւ Արմենիա բժշկական կենտրոն, նրանց եւս արտահայտվելու հնարավորություն ընձեռելով։ Սակայն բուժկենտրոնից Սուրյանկյանը փոխանցեցին, թե համագործակցում են նախարարության հետ, տեղեկություններն իրենք են հաղորդել գերատեսչությանը, հավելյալ ոչինչ չեն կարող ասել։ Իսկ ալկոհոլի օգտագործումը կարող է հակացուցում լինել բուժօգնության համար անգիտակից մարդուն բուժկենտրոն ընդունելու։ Առողջապահական փորձագետը շեշտում է, ոչ, նա տեղեկություններ ունի, որ իրականում այս խնդրի հետևում մեկ այլ համակարգային պատճառ կա թաքնված։ Նույն օրը աշխատաժողովի ժամանակ, ըստ իմ ինֆորմացիայի, եղել է նման ուրեմն հորդոր բժիշկների, որ ավելի пассив լինեն հիվանդների հոսպիտալացման հարցում, որովհետև առողջապահության նախարարության կողմից եղել է 100 եւ ավել միլիոն, եթե չեմ սխալվում 120 միլիոնի կարգի թեր ֆինանսավորում։ Խնդրել եմ առողջապահության նախարարությանը հերքել
կամ հաստատել, ոչ հերքել են, ոչ հաստատել են։ Հարցը նաև մենք ուղեցինք առողջապահական գերատեսչությանը։ Նախարարի մամուլի խոսնակն ուղիղ ձևակերպեց, հերքում են տարածված տեղեկությունը։ Ինչ վերաբերում է բուժօգնության կազմակերպման ընթացակարգին, ուզում եմ նշել, որ հոսպիտալացման համար պետք է լինի հստակ բժշկական ցուցում, մանավանդ երբ խոսքը գնում է այս դեպքում տոքսիկոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունք հոսպիտալացման գործընթացին, որը գերծանրաբեռնված է, այս քաղաքացիներին բժշկական կենտրոնը բազմիցս տրամադրել է բուժօգնություն եւ կոնկրետ այս պարագայում բժշկական կենտրոնը չէր կարող ծառայել որպես թափարան։ Մենք նմանատիպ դեպքեր ունենք բազմաթիվ։ Դեպքեր, որը որ խոսում էր, որ Հայաստանի Հանրապետությունում ամենուր խախտվում է բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքը։ Տիկին Գոհարն է, առաջին կարգի հաշմանդամություն ունի։ Հենց այս ռեպորտաժը պատրաստելու ընթացքում նրա ազգականներից խմբագրություն ահազանգ ստացանք։ 61-ամյա կնոջը մի քանի անգամ մերժել են տարբեր բուժհաստատություններ ընդունել, եւ Երևանյան, եւ մարզային։ Անցած սեպտեմբերին տանն ընկել ուսներ կոտրել։ Շտապօգնությունով հասցրել էին Աբովյանի բժշկական կենտրոն։ Պատմում է, ստիպված է եղել 6 ժամ հիվանդանոցի ընդունարանում սպասել։ Անցած տոնական օրերին էլ ինքնազգացողությունն է վատացել։ Հարազատների փոխանցմամբ անգիտակից վիճակում շտապօգնությունը դարձյալ նույն բուժկենտրոն է տեղափոխել տիկին Գոհարին։ Այնտեղից ուղղորդել են Երևան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն այստեղ էլ ջերմ ընդունելության առնվազն չեն արժանացել։ Բաժանով չեն ասում։ Ակյասի որ կիրակի օրա չեն ընդունում։ Չեն կարող ընդունենք կիրակի օրա, չգիտեմ պատրաստաշեն, ինչ-որ բազմաթիվ պատճառներ։ Մարդկանց չեն վերաբերում այս, ոնց որ պետք է։ Դեղից նորից տեղափոխել են Մասվի հիվանդանոց։ Դեղից։ Մասվում է նույնն եղավ, փող էին ուզում։ Գումար պետք է դրվել, իսկ առաջի կարգի հաշմանդամ է։ Գիտեմ, որ իրավունք չունեն էլի, փող պահանջելու։ Ինչևէ դրանք իրենց գործողություն շարեցին, նորից վերեցին տուն։ Հունվարի 1-ից հիշենք մեր երկրում մեկնարկեց առողջության համընդհանուր ապահովագրության մեգածրագիրը։ Եթե ամսական 200,000 մեկ դրամից ավելի աշխատավարձ ստացող 18-ից 65 տարեկանները իրենց միջոցներով են համակարգից օգտվում, ապա մինչև 18 եւ 65-ից բարձր տարիք ունեցողների, ի թիվս սոցիալական այլ խմբերի, նաեւ հաշմանդամության կարգ ունեցողի բեռն իր ուսերին պետությունն է առել։ Ինչու հունվարի 1-ից, այսինքն պետական ապահովագրական ծրագրի մեկնարկի օրվանից հետո բուժկենտրոններում այդպես էլ չբացեցին օգնության դռները տիկին Գոհարի առաջ։ Մեր ապահովագրված քաղաքացիներին չեն ընդունելու։ Ինչու? Որովհետև հիվանդանոցների համար այդ քաղաքացիներին սպասարկելը ինքը ֆինանսապես անգրավիչ է։ Եթե բուժառուն, նրա հարազատը կամ շտապօգնության բրիգադը բախվում են անորոշության պատին, խնդիրը չի չափվում վիճակագրությամբ։ Առաջին դեպքն էր, միայն երկրորդը կամ էլ ընդամենը երրորդը։ Օրվա ընթացքում հազարավորներին օգնություն ցուցաբերելու կողքին եզակի օրինակներն են աչք ծակում։ Մասնագետների գնահատմամբ այո, որովհետև նույն եզակի օրինակները եւս մարդկային կյանքերի մասին են։ Այս օրինակ պատմությունները փորձագետների գնահատմամբ կրկին ցույց են տալիս։ Համակարգերի ճեղքերը երևում են հատկապես այն պահին, երբ մարդը ամենախոցելին է եւ երբ նույնիսկ ամենափոքր որոշումը կարող է ունենալ անհամեմատ մեծ, երբեմն անդառնալի հետևանքներ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։